Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կհրավիրի ձեզ ապրիլ 24-ին Ծիծեռնակապերտ, ֆիլմի թիդում, հողի հիշողությունը, մշակութային հանդիպում։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհրավիրի ձեզ ապրիլ 28-ին Ծիծեռնակապերտ։ Հայրույթ ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացված են, Հայկ Տեմոյան։ Ապրիլ 24-ը 3 եւ այսօր։ Ապրիլ 24-ի հիշադակի ցերնարգը գրգին արգելվեցավ Կոստանդնուպոլսո մեջ։ Բացվեցավ Քարե Չարենց խորագրով ժամանակավոր ցուցադրություն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կհրավիրի մասնակցելու 2026 թվականի ապրիլ 24-ին հայրույթ եմ իրականացված ցեղասպանության զոհերու ոգեկոչման արարողության միասին ձեռքներ խոնարհելու անմար գրագին շուրջ։ Հավաքը տեղի պիտի ունենա ժամը 11:30-ին համալիրի հարագից տարածքը, ուր պիտի գտնվի Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը։ Անոր շուրջ հավաքվել են իդ պիտի մեկնարկե երթը։ Ապրիլ 26-ին ժամը 4-ին տեղի պիտի ունենա հողի հիշողությունը ֆիլմի ցուցադրությունը, որ կգազմագերբվի Western Armenia նախաձեռնության շրջանագին մեջ։ Միջոցառումը կնպատակադրի անդրադառնալ պատմական հիշողության, ազգային ինքնության եւ հայրենի հողի հետ կապին արվեստի լեզվով։ Ֆիլմը կներկայացնի հիշողության եւ ժառանգության կարեւորությունը, բացահայտելով անցյալի ու ներկայի միջև եղած կապերը։ Թիդումը պիտի ուղեկցվի քննարկմամբ, որոնց ընթացքին մասնակիցները հնարավորություն պիտի ունենան կիսվելու իրենց դիտարկումներով եւ միտքերով։ Մուտքը ազատ է։ Հավելյալ մանրամասնության համար կարելի է այցելել մեր պաշտոնական կայք։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ազգային ժողովը սիրով կհրավիրեն ձեզ ներկա գտնվելու հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակի արարողության ազգային խորհրդի նախագահ Արմինակ Աբրամյանի բարձր հովանավորության ներքո։ Արարողությունը պիտի կայանա Ծիծեռնակապերտի հուշահամալիր ապրիլ 28-ին ժամը 11-ին նվիրված այն պետություններուն, որոնք ճանաչած են Արևմտյան Հայաստանի մեջ իրագործված հայրույթ ցեղասպանությունը։ Հայրույթ ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Տեմոյան գոշ քննադատական մտված է Ծիծեռնակապերտի մեջ իրականացված աշխատանքներուն։ Անոր խոսքով Նիկոլ Փաշինյանի գոմե հնչած դիտարկումը քարերու երանգներու դարբերության մասին փաստացի կհաստատե, որ հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը փոխարինված կամ ոչնչացված են։ Տեմոյան կշեշտե, որ նման փոփոխությունները կրնան լուրջ հետևանքներ ունենալ հուշարձանին պատմական վավերականության համար, քանի որ միջազգային եւ դեղական չափանիշներով առաջնահերթությունը պետք է դրվի բնօրինակ բահբանման։ Անոր քննադատմամբ, եթե իսկապես տեղի ունեցած է բնօրինակ քարերու հերացում, ապա խոսքը ոչ միայն մասնակիտական սխալի, այլև իրավական պատասխանատվություն ենթադրող գործողության մասին է։ Նախկին պաշտոնյան նաև հարց կառաջադրե. արդյոք աշխատանքները իրականացված են պատշաճ վերահսկողությամբ եւ հաստատված նախագծի շրջանագին մեջ։ Ան կբնթե, որ հանրության ներկայացված փաստերը բավարար հիմք կհանդիսանան բանջելու մանրամասն քննություն եւ իրավական քննադատական։ Նյութը կշարունակե լայն քննարկում հարաճացնել հասարակության եւ մասնագիտական շրջանակներուն մեջ, ընդգծելով հուշարձաններու պահպանության հարցին ըսկայնությունն ու կարեւորությունը ազգային հիշողության տեսանկյունեն։ Ապրիլ 24-ը միայն դարեթիվը չէ, այլ Թադաստան ուղված անցյալին, ներկային եւ ապագային։ 111 տարի անց հայրույթ ցեղասպանությունը կշարունակե մնալ չսպիացած ֆերմը, հիշեցնելով, որ պատմության դասերը դակավին ամբողջությամբ չեն յուրացված։ Հոդվածին մեջ կշեշտվի, որ ցեղասպանությունները չեն գտնվի նույն ցևով, այլ նույն սխալներուն հետևանքով՝ նկարություն, հանցնվողականություն եւ գարջադես քաղաքականություն։ Ապրիլ 24-ը այսպես կվերածվի սուքի օրեմը թեպի բայկարի ուխտի եւ հիշեցման, որ ժողովուրդները կրնան գործանվիլ ոչ միայն արտաքին վտանգները, այլև սեփական գամքի տկարացում են։ Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները, մանավանդ մերձավոր արևելքի մեջ, ըստ հոդվածագիրին, կհիշեցնեն անցյալի անգայունությունը, ուր մեծ ծերություններու շահերու պահման մեջ փոքր ժողովուրդները հաջող կդառնան գործիք։ Այս համաձայնին մեջ կառանձնացվի Լիբանանը որպես բարդ եւ խոցելի միջավայր, ուր դիմադրությունն ու ինքնապաշտպանությունը կդիտարկվին որպես գոյատևման պայման։ Հեղինակը կշեշտե, որ ուժի եւ դիմադրության գաղափարը միայն ռազմական չէ, այլ նաեւ արժանապատվության հարց է։ Ան կզգուշացնե, որ առանց իրական ուժային հավասարակշռության իրականացվող բանակցությունները կգնան հանգեցնել նոր գոռոցներու։ Անդրադառնալով նաև Արցախի փորձին, հոդվածը զայն կներկայացնե որպես ցավալի օրինակը, երբ անվտանգության բացակայությունը կհանգեցնի ծանր հետևանքներու։ Վերջավորության հեղինակը կեզրակացնե, որ ապրիլ 24-ը ոչ միայն հիշողության օր է, այլ նաև զգուշացման աստանշանը, գոչ ունելով պահպանելու ուժը, արժանապատվությունը եւ պատմութենեն քաղելու անհրաժեշտ դասերը նոր ողբերգությունները խուսափելու համար։
Գոստանտո Բոլսո մեջ այս տարի ևս արգելվեցավ Ապրիլ 24-ի հիշադակի ձեռնարկը։ Ապրիլ 24 հիշադակի հարթակը դիմաց էր քաղաքապետարանին խաղաղ հավաք կազմակերպելու արտոնություն ստանալու համար, սակայն ինչպես նախորդ տարիներուն, այս անգամ ևս իշխանությունները մերժեցին նախաձեռնությունը։ Կազմակերպիչները իրենց հայտարարության մեջ շեշտեցին, որ Ապրիլ 24-ի հիշադակի ձեռնարկները կհանդիսանան ժողովրդավարական հիմնարար իրավունք։ Անոնց խոսքով մինչ համավարակը նման ձեռնարկները կգազմագերբվեին անընդմեջ Գոստանտո Բոլսո դարբեր հրապարակներուն մեջ, սակայն վերջին տարիներուն առանց հստակ հիմնավորման անոնք արգելվին։ Հարթակը կշեշտե, որ հիշադակի ձեռնարկները ոչ միայն հարկանքի դուրք են 1915-ին զոհված 100 հազարավոր մարդոց հիշադակին, այլև կարևոր պատգամը ուղղված ներկա հասարակության անցյալին հետ առերեսվելու եւ համագեցության մշակույթը զարգացնելու անհրաժեշտության մասին։ Կազմակերպիչները փողոքեցին արգելքին դեմ եւ գոչ ուղեցին պատասխանատու մարմիններուն վերանայելու իրենց դիրքորոշումը, կարևորելով հիշողության, արդարության եւ հասարակական համերաշխության պահպանումը։ Ապրիլ 19-ին Եղիշե Չարենցի դուն տանկարանին մեջ բացված Քարե Չարենց ժամանակավոր ցուցադրությունը կներկայացնե Եղիշե Չարենցի գերբարը հայ գերբարվեստին մեջ որպես ստեղծագործություն եւ նյութականացած հիշողություն, ներառելով թիմանկարներ, գրաֆիկական գործեր եւ քանդակներ։ 1930-ականներուն Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Մելիքյանի, Հակոբ Կոչոյանի եւ այլոց գործերուն մեջ անկենտանի ըսկայուն մարդ մնե, մինչդեռ հետագա դասնամյակներուն կվերածվի քաղաքարի խորհրդանշանի երբեմն քարացած լրության։ Քանդակագործներ Արա Սարգսյանի, Կամո Սարիկյանի, Գեդիկ Բադասարյանի գործերուն մեջ Չարենցը կներկայանա որպես ժամանակեն անտին կանգնած հուշարձանային գերբար։ Ցուցադրությունը հնարավորություն կտա տեսնելու, թե ինչպես բանաստեղծին գերբարը ժամանակի ընթացքին կվերածվի մշակութային հիշողության, ան կգործե մինչև հունիսի 5։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, լավ մնացեք։